Եվ ահա ավարտվեց Apple-ի ամենամյա WWDC-ին, որի ժամանակ բավականին հետաքրքիր ու խոստումնալից բաներ ցույց տվեցին օպերացիոն համակարգում, դրանցից են օպերացիոն համակարգերի նոր անունները, նոր դիզայնը, որը տարածվում է բոլոր սարքերի վրա, Apple-ի նոր տեսախցիկի տեսքը, նոր Safari-ին, Mac-երի ոչ շատ մեծ, բայց հետաքրքիր թարմացումները եւ երևի թե iPad-ի ամենամեծ ձևափոխումը ստեղծման օրվանից։ Վիդեոն մի փոքր երկար կտևի, դրա համար վերցնում ենք ինչ-որ համով ուտելու, խմելու բան ու վայելում ենք նոր փոփոխությունները։ Բարեախորժակ, գնացինք։ Պրեզենտացիան սկսեցին շատ հետաքրքիր ու ոնց որ արդեն սովորություն դարձած ոճով, որտեղ Craig Federighin ինչ-որ էքստրիմով է զբաղվում։ Այս անգամ վարում էր Ֆորմուլա 1-ի ավտոմեքենա ու սրանով էլ իրանք ներկայացնում էին իրանց նոր սպասվող Ֆորմուլա 1-ի մասին ֆիլմը, որի գլխավոր հերոսն է Brad Pitt-ը։ Ու եթե կհետաքրքրի, այս ֆիլմը մեր մոտ էկրաններին է լինելու հունիսի 26-ից։ Հետո մի անգամից անցան Apple Intelligence-ի մասին պատմելուն։ Ավելացրել են մի քանի նոր երկիր, մեծամասամբ խոսացին այն ամեն ինչի մասին, ինչը արդեն հասանելի է, բայց ոչ մի բան չխոսացին նրա մասին, որ բաներ կային, որ խոսք էին տվել ու մինչև հիմա հասանելի չի։ Այն որ զգացվում էր, որ ինչքան հնարավոր է փորձում էին քիչ թեման տանեին Apple Intelligence-ի կողմը, չնայած նրան, որ պրեզենտացիայի ժամանակ ցույց տվեցին ֆունկցիաներ, որոնք հենց կապված էին Apple Intelligence-ի հետ։ Ուղղակի որ հասկանաք ինչքան էին խուսափում, ամբողջ 1.5 ժամանոց պրեզենտացիայի ժամանակ Siri բառը օգտագործեցին, գուշակեք 30 անգամ, չէ, 15 անգամ, ոչ 10, չէ, ընդամենը 2 անգամ։ Բայց հանուն արդարության The Wall Street Journal-ին տված հարցազրույցում անկեղծ ասում են, որ իրենց պլանավորածին համաձայն չի գնացել ամեն ինչ։ Ու այդ նոր հնարավորությունները չեն համապատասխանել Apple-ի ստանդարտներին ու դրա համար էլ մենք հիմա չենք տնում այդ հնարավորությունները։ Իրականում շատ հետաքրքիր ինտերվյու էր, հղումը կթողեմ մեկնաբանություններում, կարաք գնաք նայեք, այս The Wall Street Journal-ի լրագրողը ընդհանրապես չէր կաշկանդում, ասած հարցերը լրիվ ուղիղ տալիս էր, որ ասում է բա խոսք եք տվել ուրա, բայց կար մի հատ հետաքրքիր բան, որը հատկապես կհետաքրքրի ծրագրավորողներին, Apple-ը արդեն հասանելիություն է տալիս ծրագրավորողներին օգտվել Apple Intelligence-ի հնարավորություններից ու կարան ինտեգրեն իրենց ծրագրերում, վստահ չեմ ինչքանով է օգտակար լինելու, բայց եկեք անցնենք օպերացիոն համակարգի նոր անվանումներին, ավելի շուտ թվերին։ Ու սրանից հետո օպերացիոն համակարգերը ստանալու են հաջորդ տարվա տարեթվի թվերը։ Իսկ քանի որ հիմա 2025-ն է, նոր օպերացիոն համակարգերը ստանալու են 26 թիվը։ Դժվար չի լինի հիշել, ասենք Apple Watch-ը, Apple TV-ն, iPad-ը, iPhone-ը, ինչ օպերացիոն համակարգերով են աշխատում։ Մեքենաների աշխարհում սա շատ տարածված անվանման ձև է, ու չեմ էլ զարմանա, որ մնացած ընկերությունները կմիանան Apple-ին ու սկսեն իրենց օպերացիոն համակարգերը տարեթվերով անվանել։ Եկեք խոսենք ամենահետաքրքիրներից iOS 26-ից ու իր նոր դիզայնից, որը կոչվում է Liquid Glass։ Ու էլի, ոնց արդեն գիտեինք, ստացել է ապակյա տեքստուրայով դիզայն։ Այս են սարքերն են, որոնք ստանալու են նոր օպերացիոն համակարգերը իր դիզայնով։ Սկսելու է երկրորդ սերնդի iPhone SE-ից։ Պրեզենտացիայում էլ նշեցին, որ iOS 7-ից այս կողմ ամենամեծ դիզայնի փոփոխությունն է, ու փորձել են նենց անեն, որ լինի նոր եւ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ծանոթ դիզայն։ Ու լուրջ, կարծում եմ իրանց մոտ բավականին լավ ստացվել է։ Ես հատուկ հենց այս վիդեոյի համար թարմացրել եմ ծրագրավորողների համար նախատեսված բետա տարբերակը, որ փորձեմ ու ձեր հետ կիսվեմ տպավորություններով, բայց ձեզ ընդհանրապես խորհուրդ չեմ տալի անեք ժողովուրդ, հանկարծ չանեք, իրոք պետք չի, ես այս վիդեոից հետո էլի փոխելու եմ հետ iOS 18-ի։ Տպավորությունները շատ լավն են, զգացում են նոր շունչը, բայց միաժամանակ ամեն ինչ ծանոթ է։ Ես մոտավոր պատկերացնում էի ինչ ձև կարա լինի այս նոր ապակյա դիզայնը, բայց իրականում որ իմ սպասելիքները տվեցին անցան, անկեղծ շատ սիրուն է։ Մի հատ հետաքրքիր բան էին արել, որ ավելի մուգ ֆոնի վրա տեքստը դառնում է սպիտակ ու հակառակը բաց գույնի ֆոնին դառնում է սև։ Այս տեքստի ընթերցանելիության մասին արդեն բողոքում են, ասենք նոր Control Center-ը լուրջ փոփոխության կարիք ունի ու 100% վստահ եմ կփոխեն, սենց չի կարա մնա, որովհետև ոնց տենում եք Control Center-ը ուղղակի դժվար է տարբերվում ֆոնից։ Իմ տեսողությունը բավականին լավ է ու ես հələ գոնե ինչ-որ չափով կարում եմ լավ տարբերեմ այս ֆոնը Control Center-ից, բայց այն մարդիկ ովքեր չունեն լավ տեսողություն, իրենց համար լուրջ մի հատ կատաստրոֆա է։ Ու ընդհանուր առմամբ անկախ տեսողությունից շատ sense խառնաշփոթ է, վիզուալ sense
որ թափթփված տեսք ունենա։ Այս վիզուալ թափթփվածության ամենալավ օրինակը այս նոր էկրանի ռեժիմն է, որտեղ սաղ ծրագրերի այքոնները դառնում են ապակյա։ Ունիկալ տեսք է տալիս, հա, բայց պրակտիկորեն օգտագործման համար չի։ Վստահ եմ, ես ուղղակի արել են ցույց տալու համար, որ տեսեք ինչ կարանք անենք։ Բայց ինձ հատկապես դուր է գալիս այս կաթիլի էֆեկտը, որ մենյուները փոխելուց կաթիլի ծայրերին sense distortion-ը հայտնում, իրականում շատ սիրուն է, շատ հետաքրքիր են արել։ Բայց քանի որ բետա տարբերակն է, խնդիրներ լինում են, ինչ որ չափով կախում է, անիմացիաները մի քիչ, չգիտեմ, լավ չեն աշխատում ու վստահ եմ Մարկոսի վրա էլ բացական տեսանկյունից ազդեցություն կունենա, դրա համար ժողովուրդ խորհուրդ չեմ տալիս, պետք չի հիմա թարմացնեք, սպասեք մյուս ամիս public beta տարբերակը դուրս կգա ու խնդիր չի, կարեք թարմացնեք, փորձեք, եթե ցանկանում եք։ Տեսախցիկին տվել են լրիվ նոր տեսք, ու sense դարձել են մինիմալիստիկ։ Էկրանին թողել են երկու հիմնական ռեժիմները, ֆոտոն ու վիդեոն, իսկ եթե ուզում եք օգտագործեք մյուս ռեժիմները, ուղղակի ֆոտո ու վիդեո ռեժիմի վրա աջ կամ ձախ թերթում ենք ու ստանում ենք հավելյալ ռեժիմները։ Իսկ եթե ուզում ենք տեսնենք ընտրած ռեժիմի կարգավորումները, ֆոտո-վիդեոյի վրա սեղմած ֆայլով տանում ենք վերև։ Իսկ որակի կարգավորումները իմ կարծիքով դարձել են ավելի հասկանալի ընտրության համար, քան նախկինում էր։ Բայց մի հատ խնդրեմ կա, որը հիմա կոնկրետ վերաբերում է տեսախցիկին, բայց ընդհանուր առմամբ նաև նկատում եմ օպերացիոն համակարգում, որ բաներ կան, որոնք տենց ինտուիտիվ չեն։ Օրինակ, եթե մարդը չի հետևում թարմացումներին կամ չի հետևում իմ ալիքին, ուղղակի չի իմանա, որ կարգավորումները պետքա վերև քաշելով ստանաս, վերև քաշելով բացես։ Բայց մյուս կողմից էլ Apple-ը 100% ունի ստատիստիկա, թե iPhone օգտագործողների քանի տոկոսն է օգտագործում այս մյուս ռեժիմները։ Իսկ ChatGPT-ից հենց նոր իմացա, որ iPhone օգտագործողները մոտավորապես 1.4 միլիարդ են։ Հետևաբար մեծամասնությունը երևի չի օգտագործում սրանք, մեծամասնությունը երևի չգիտի սրանց գոյության մասին։ Դրա համար Apple-ը ուղղակի թողել է ֆոտո ու վիդեո ռեժիմը, որը մեծամասնությունը օգտագործում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են այս ռեժիմները, շատ հնարավոր է արդեն գիտեն ոնց օգտագործեն, ոնց բացեն կամ դժվար չի լինի հասկանալ ոնց բացեն։ iOS 26-ի մյուս ամենահետաքրքիր թարմացումներից մեկը, որ ցույց տվեցին, դա Safari-ն է ու ստեղել են գնացել մինիմալիզմի ճանապարհով։ Էկրանին մենակ թողել են հետ գնալու կոճակը, այս 3 կետերը ու որոնման դաշտը, որը հետո դառնում է այն կայքի հասցեն, որը մուտք է գործում։ Ու պլյուս, edge-ը ներքև տանելուց էկրանին մենակ մնում է հասցեի դաշտը, որը փոքրանում է ու ավելի աննկատ է դառնում։ Ես անձամբ հիմնականում օգտվում եմ Safari-ից ու այս նոր մինիմալ տեսքը իրականում ինձ շատ է դուր գալի, քանի որ էկրանին կարաս ավելի շատ կոնտենտ տենաս, բայց ստեղել, ոնց արդեն նշեցի, կա այդ ինտուիտիվ պահը, օրինակ, եթե ուզում ես տենաս բոլոր բացված պատուհանները, դրա համար չկա ինչ-որ կոճակ, ոնց նախկինում կար։ Հետևյալ գործողությունը անելու համար երկու մատով էկրանին հավաքում ենք iSense ու բացվում են բոլոր կայքերը։ Ցույց տվեցին CarPlay-ի նոր տեսքը, որը էլի Liquid Glass դիզայնի մեջ էր։ Ավելացրել են վիջետներ, նշեմ, որ այս ամենը նաև հասանելի է լինելու CarPlay Ultra-ում։ Ներկայացրեցին իրանց նոր խաղերի ծրագիրը, որտեղից կարաք քաշեք խաղեր, տենակ ձեր ընկերները ինչ խաղեր են խաղում, տենակ իրանց նվաճումները, անկեղծ ասեմ, իմ կարծիքով մի քիչ անիմաստ ծրագիր է, չգիտեմ, երևի թե ես խաղեր չեմ խաղում iPhone-ով դրա համար, բայց հետաքրքիր կլինի ձեր կարծիքը լսել այս ծրագրի վերաբերյալ գրեք մեկնաբանություններում։ Image Playground-ում ավելացրել են ChatGPT-ով նկարներ գեներացնելու հնարավորությունը, այստեղ մի տեսակ ցավալի զավեշ տալի ինչ-որ պատկեր է ստացվում, քանի որ ոնց որ ասում են ձեր քաշեք մեր Image Playground-ից ու այնա կարեք գնաք ChatGPT-ով գեներացնեք, բայց առանց այդել ChatGPT-ով մինչև այդել կարային գեներացնենք առանց խնդիր ու ոնց որ ChatGPT-ում ստեղել լիմիտ գոյություն ունի, չեք կարա տենց անսահմանափակ գեներացնեք, անսահմանափակ գեներացնելու համար պետքա ChatGPT-ի վճարովի տարբերակներից մեկը ունենաք։ Message-ը նոր հնարավորություն ունի, որտեղ ձեզ անծանոթ համարներից եկող նամակները կունենան առանձին բաժին եւ չեն խառնվի մնացածների հետ։ Այս հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր iMessage-ը օգտագործում են որպես իրենց հիմնական Messenger։ Ավելացրել են զանգերի ժամանակ ռեալ ժամանակում թարգմանություն, այսինքն երկու մարդիկ կարան խոսան տարբեր լեզուներով ու iPhone-ը կթարգմանի ամեն զրուցակցի համար իր լեզվով։ Մի 90%-ով վստահ եմ հայերենով չի աշխատի, բայց որպես ֆունկցիա շատ լավն է։ Խոսանք Visual Intelligence-ից։ Ավելացրել էին նոր հնարավորություն սկրինշոթի վրայից որոնել իրերը։ Ասենք եթե ինչ-որ շոր եք տեսել Instagram-ում մեկի վրա, սրա միջոցով կարաք որոնեք ու գտնեք այդ շորը։ Սա ընդհանրապես նորություն չի, այս նույն բանը կարելի էր հանգիստ անել Google Lens-ով, նույնիսկ ավելի հին iPhone-ների վրա,
Android-ում է շատ լավ արած նմանատիպ մի հատ ֆունկցիա, որը կոչվում է Circle to Search, հիշեցի, որը իրականում շատ ավելի լավ է արած ու շատ ավելի շատ ֆունկցիաներ ունի, քան հիմա այն ինչ որ անում են iPhone-ում։ Շատը մի քիչ շատ ստացվեց։ Լավ, iOS 26-ով սահմանափակվենք, անցնենք առաջ։ WatchOS-ը ստացել է նոր Liquid Glass դիզայնը, ավելացրել են մի հատ նոր հնարավորություն, որը անկեղծ եմ ասում, անիմաստ բաներ, կոչվում է Workout Buddy, ոնց որ մարզվելու ընկեր, որը մարզվելու ընթացքում քեզ ոգևոր խոսքեր է ասում, մարզանքից ստատիստիկան է ասում, ասենք վազեցիր 5 կիլոմետր, մնաց 2 կիլոմետր։ Եկեք բացատրեմ ինչի եմ մտածում սա անիմաստ բան է։ Սա աշխատում է AirPods-երի միջոցով։ Մարզվելու ընթացքում եթե AirPods եք դնում, ամենայն հավանականությամբ երաժշտություն լսելու համար։ Իսկ ինձ ընդհանրապես դուր չգա երաժշտություն լսելու ընթացքում ինչ որ մի բան ինձ ընդհատի։ Կարծում եմ նույնը եւ ձեզ։ Իսկ եթե երաժշտություն չենք լսում, իմաստ չկա AirPods դնելու։ Հետևաբար այս հնարավորությունը չի աշխատում։ Ոստեղ մտածում ես, բա ինչ իմաստուն։ Չգիտեմ, երևի այն մարդկանց համար ում չի խանգարի երաժշտության ընթացքում տենց ընդհատումները, այս երևի են շատ սպეციფიկ բաներից է, որը ինչ որ մեկին պետք է, բայց ում է պետք է որ tvOS 26 ցույց տվեցին Apple TV-ի նոր դիզայնը, որը էլի Liquid Glass-ն է ու նոր սերիալներ։ Այսքանը։ macOS 26 Mac-ը ստացել է նոր Liquid Glass դիզայնը ու այս տարբերակը անվանել են macOS Tahoe։ Նոր macOS 26-ում փոխել են Control Center-ի տեսքը ու ավելի նմանացրել են iPhone-ին, այս վերևի մենյու բարը դարձնում են թափանցիկ, որ էկրանը վիզուալ ավելի մեծ երևա։ Հնարավորություն են տալիս ֆոլդերների գույնը փոխել, վրան էմոջի ավելացնել։ Mac օգտագործողները կարծում եմ ինձ կհասկանան, սա շատ պետքական ու օգտակար բան է, որ կարողանաս լիքը ֆոլդերներից տարբերես որը ինչա, քանի որ մինչև այս տարբեր ծրագրեր էին ման գալիս, որ այդ ծրագրերի միջոցով անեի, բայց շատ լավ է հիմա արդեն կարանք առանց ծրագրի անենք այս ամեն ինչը։ Հնարավորություն են տալիս iPhone-ի պես փոխենք էկրանի տեսքը ու Mac-ի վրա հատկապես զգացում է, որ էկրանի այս լրիվ ապակյա ռեժիմը անիմաստ բան է, ուղղակի ցույցադրելու համար։ Չեմ պատկերացնում ում է պետք ով կօգտագործի սա։ Ավելացել են մի հատ լավ հնարավորություն, որի ժամանակ ձեր iPhone-ի Live Activity ծանոթությունները կերևան Mac-ի վրա։ Ասենք եթե ինչ-որ բան եք պատվիրում Glovo-ով, ծանոթությունները կգան նաև Mac-ի վրա։ Ու երևի ամենահետաքրքիր թարմացումներից մեկը Spotlight Search-ի թարմացումն է, որը թույլ է տալիս շորտքաթերի օգտագործմամբ տարբեր գործողություններ անել, clipboard-ի պատմությունը պահել։ Կներեք, բայց չեմ կարող իմ հիմնական համակարգի վրա այս beta օպերացիոն համակարգը տեղադրեմ ու ձեզ ցույց տամ, երբ որ արդեն դուրս գա հիմնական տարբերակը, հաստատ կթարմացնեմ ու ձեզ ցույց կտամ, եթե շատ կցանկանաք, մի հատ առանձին տեսոլվակ կպատրաստեմ հենց macOS 26-ի մասին։ Իմ համար VisionOS-ի ամենատպավորիչ թարմացումը դա վիջետներն էր, որը թույլ էր տալիս քո միջավայրում տեղադրել տարբեր վիջետներ, ասենք ժամ կամ եղանակի տեսությունը տեղադրեք պատի վրա կամ ինչ-որ նկար ու ամենասիրունը, այս ամեն ինչը կունենա այսպես հետաքրքիր խորություն։ Ասեցին, որ այս նոր թարմացման հետ VisionOS-ը կհիշի ձեր պատուհանների տեղը ու նույնիսկ restart անելուց ամեն ինչ կմնա իր տեղում։ Ավելին հեշտացրել մեծ թիմերի համար օգտագործելը, ավելացնելով առանձին պրոֆայլներ ամեն թիմի անդամի համար, որը կպահպանվի ձեր iPhone-ի մեջ։ Նաև ավելացրել էին PlayStation VR 2 controller միացնելու հնարավորություն։ Եթե մինչև ստեղ նայեցիք, ապրեք դուք, մի հատ գախնիկ ասեմ 100% չի, բայց ալիքում պլանավորվում է Vision Pro-ի full review։ Դրա համար ինչ ենք անում, բաժանորդագրվում ենք like, զանգակի վրա ու ոչ մեկի չենք ասում, այս լրիվ մեր մեջ։ Հասանք պրեզենտացիայի երևի թե ամենահետաքրքիր մասին iPadOS 26-ը, մինչև իմ կարծիքը հասել է մի քիչ կոնտեքստ տամ, որ հասկանաք ինչի մասին եմ խոսալու։ iPad-ը Apple-ի կողմից գովազդվում է որպես պրոֆեսիոնալ աշխատանքի համար գործիք, հատկապես Pro մոդելները, որոնք ունեն բավականին գերհզոր չիպեր, օգտագործում են նույն չիպերը, ինչ Mac-ն է օգտագործում, բայց իր օպերացիոն համակարգը որպես այդպիսին պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված չի։ Պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված իրանք ունեն MacBook-ը ու iPad-ը տենց չի գտնում իր տեղը
պրոֆեսիոնալ ոլորտում եկեք սենց ասենք։ Սա իմ կարծիքն է, հնարավոր է համաձայն չլինեք կարծիքիս հետ, բայց մինչև վերջ մի հատ լսեք, կարծում եմ կհամաձայնեք։ Հա, ինքը շատ լավ գործիք է ֆիլմեր նայելու համար, կոնտենտի համար, երևի թե թեթև ինչ-որ աշխատանքների համար, բայց որ ասես լայնածավալ օգտագործվում է պրոֆեսիոնալների կողմից, եկեք անկեղծ լինենք, դա սուտ կլինի ու կարծում եմ կհամաձայնեք իմ հետ ստեղ։ Բայց iPadOS 26-ով Apple-ը կարելի ասել լիովին վերանայել է iPad-ը ու ավելի է մոտիկացրել պրոֆեսիոնալներին, պրոֆեսիոնալ աշխատանքի համար, բերելով Mac-ի մի քանի շատ կարևոր ֆունկցիաներ, որոնցից մեկը ծրագրերը առանձնացնելու հնարավորությունն է, iOS-ի նկատի ունեմ ու հիմա էկրանին կարաք միաժամանակ օգտագործեք մի քանի ծրագիր։ Չասեցին բաց պատուհանների քանակի սահմանափակում կա թե չէ, բայց վստահ եմ կլինի կախված RAM-ից։ Կար հնարավորություն էկրանը փոքրացնելու, ոնց Mac-ում, ֆոլդերների գույնը փոխել, էմոջի ավելացնել, Mac-ի ամենալավ ֆունկցիաներից մեկն էին բերել preview անել, որը թույլ է տալիս PDF ֆայլերը ձևափոխել, լրացումներ անել, ավելացրել էին հնարավորություն, որ ցանկացած ֆոլդեր կարաք տնեք dock-ում, այս ներքևի հատվածում։ Ավելացրել էին background render-ի հնարավորություն ու այստեղ վստահ եմ, որ iPad-ը շատ ավելի շատ է նմանվում Mac-ին ու դառնում է պրոֆեսիոնալ գործիք։ Ասենք եթե iPad-ի համար Final Cut-ով կամ DaVinci-ով ու վստահ եմ ուրիշ ծրագրերում եք աշխատի այս հնարավորությունը, եթե render եք անում, արդեն էլ պարտադիր չի մնալ ծրագրում մինչև render-ը կվերջանա։ Կարաք դուրս գաք ծրագրից ու ինքը մեկակ շարունակի render անել։ Այս քայլով իրանք iPad-ը մոտիկացնում են պրոֆեսիոնալ ոլորտին ու նույնիսկ արդեն պրոֆեսիոնալները կարան iPad-ը դիտարկեն, հա, ոչ հիմնական, բայց լիովին կարան դիտարկեն որպես երկրորդ սարք, ասենք ճանապարհորդություն գնալուց չեք ուզում Mac-ը ծանր վերցնեք, կարաք ուղղակի iPad-ը վերցնեք ու քանի որ ինքը touch է, գրիչով կարաք լիքը գործողություններ անեք։ Ժողովուրդ, ես իմ անձնական փորձից եմ ասում, ես ունեմ iPad Pro, որը առել է 2016 թվականին ու հենց այն մտքով, որ ինքը կլինի իմ հիմնական պրոֆեսիոնալ աշխատանք անելու գործիքը, բայց ընթացքում հասկացա, որ չի լինում, չես կարող փոխարինես ու իրականում պետքա Mac առնել։ Կարծում եմ սա շատ լավ գործիք կլինի SMM մասնագետների համար, դիզայներների համար, սկսնակ ու ոչ միայն վիդեո մոնտաժողների համար, քանի որ App Store-ում արդեն կան բավականին լավ պրոֆեսիոնալ գործիքներ ու այս թարմացման հետ ինձ մի բան հուշում է, որ շատ ավելի շատ պրոֆեսիոնալ գործիքներ, պրոֆեսիոնալ ծրագրեր կհայտնվեն App Store-ում։ Դե ինչ, այսքանով եկեք ավարտենք վիդեոն, շատ հետաքրքիր թարմացում էր, երկար ժամանակ ասենց մեծ դիզայնի թարմացում չէին արել, ինձ շատ դուր եկավ ու սպասենք ավելիին։ Շնորհակալություն, որ դիտեցիք, առողջ եղեք, հաջողություն։ Տեսախցիկին տվել են նոր տեսք ու դարձրել են լիովին մինիմալիստ։